միշտ եմ խշշում։ Հենց դա ոչ մի բան չի եղել։ Բացառներ, որ թուրքական ընկերություն կգա եւ կներգրավի աշխատանքներում։ Ասում է զուտ լինելու է սա հայ-ամերիկյանն է, այսպես։ Ու կարծեք մտավախություն չունեք եւ նա կողմ արտահայտվեց, որ թուրքական կապիտալը բացվելուց հետո ինչ կա, որ թուրքական թուրքեր հյուրանոցներ եւ այլն բացեն Հայաստանում։ Առաջի հարցը սենց ասեմ, վերջի անգամ երբ հարց ուղղվել էր Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես եվրոպական ընկերությունների մասով, Փաշինյանն հայտարարել էր, որ դեռ որևէ հստակություն չկա եւ պետք է հստակեցնենք։ Հիմա չգիտեմ, եթե կառավարությունը հստակեցրել է, թող ասենք թե ինչ են հստակեցրել, ովքեր կարող են մասնակցել։ Եվ ընդհանրապես երբ խոսքը գնում է այդ ճանապարհի միջանցքի մասին, կարծեմ ինքը պարամետրը բառներ օգտագործել, այսինքն ով է կառուցելու, ով է շահագործելու, ով է օգտվելու, թե ընդհանրապես ով է կառուցելու։ Դա առաջին, երկրորդը մեծ շուկա, փոքր շուկա։ Եվ մեծ շուկա եւ փոքր շուկայի հարաբերությունների պետք է պատրաստ լինել։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջի հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը գալու է տեքստիլի վրա, այսինքն տնտեսության բնագավառներ, որոնք էապես, կամ ոչ թե էապես, մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը, իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգո։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել։ Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, թուրքական, այո, մի տարով որ փակեցին 2021 թվականին։ Դե ներողություն, տեսական արտադրության ավելացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին եւ նաեւ ասկն իտալական ապրանքներ, ընդհուպ բելարուսական եւ այլն, իրանական։ Այնպես որ ես կարծեմ, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես ինքս 13 թե 14 թվականին եղել եմ փորձագիտական խմբի անդամ եւ մենք հաշվարկել էինք, օրինակ, երբ Հայաստանը պատասխանում էր Եվրամիության հետ խորհրդի համապարփակ ազատարարքի գոտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետեւ իրանք էլ են հասկանում, թե դա ինչով է եղել։ Պապոյանը ասում է, որ այսպես թե այնպես այդ ընկերությունները կան, թուրքական այստեղ հատկապես տեքստիլ ոլորտում եւ ապրանքներ բերվում են, այստեղ բրենդներ կան, այսինքն որևէ խնդիր չի լինելու։ Դա նույնն է, ոնց որ ասած, դե միևնույնն է, թմրամոլությունը կա, այն օրինականացնենք բրցենք էլի։ Թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործումը։ Խաղաղություն կլինի, այդպես ասում է, հարևանները որ ներդրում անեն, խաղաղություն կլինի, դեմ եք։ Դա ուրեմն տնտեսական որևէ հիմնավորում չունի, կա ամենապարզ օրինակը, որ ասում է, թե պատերազմ սկսելու որոշում կայացնեին տնտեսագետները, ապա երկու համաշխարհային պատերազմները երբեք չէին սկսել։ Իսկ խաղաղությանը դեմ չենք եւ հենց այդ պատճառով դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը բերում է ոչ թե խաղաղությունն, այլ բերել է պատերազմ եւ բերում է տառապանքներ եւ արտաքին ռիսկերի մեծացում։ Գիտեք, մի բան էլ ասեմ, օրինակ հարցը որ տվեց 1980 խնդիր։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ հոգեբանական տրյուկ անում, ասում է ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթե դեմ ես ինձ, դեմ ես ժողովրդին։ Չէ, ժողովրդին դեմ չենք, որովհետեւ դու ընտրվել ես լրիվ ուրիշ խոստումներով։ Եվ երկրորդը, քեզ ընտրել է ժողովրդին, այո, եւ քեզ ընտրել է ժողովրդի 27-28%-ը։ Դեմ ես ինձ, ուրեմն դեմ ես խաղաղությանը, չէ, դեմ ենք քեզ, դեմ չենք խաղաղությանը։ Ճանապարհային ծրագրում առաջնային տեղ էր գրավում հենց խաղաղության մասին, ինչը ես հիմա կատարել եմ։ Այդ դեպքում իր ծրագիրը պետք է ներ ընդհանրապես մի նախադասություն։ Այդ դեպքում իր ծրագրի մեջ կային էական հակասություններ եւ երկրորդ այն ժամանակ ինքը կան խաղաղությունը տեսնում է Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայի Արցախի հակամարտության կարգավորումը անջատում հանուն փրկության բանաձևի մեջ իրականացնելու մեջ։ Հիմա փոխվել է այդ ամեն ինչը, դա մեկ։ Երկրորդը ինչ խաղաղության մասն ենք մենք խոսում։ Եթե երկրի տարածքի մի էական հատված օկուպացված է թշնամու կողմից, եւ թշնամին լկտիաբար
ուրեմն խառնվում է քո ներքին գործերի մեջ։ Օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը դա միջամտություն է քո ներքին գործերին։ Տեսեք, նույն այդ փաստաթուղթը, որը նախաստորագրվեց։ Հիշում եք, չէ՞, որ նախաստորագրումից օրեր առաջ, լավ, դա նախորդող շաբաթներ Ադրբեջանը մշտապես գնդակոծում էր Հայաստանի Հանրապետության հարավ Սյունիքը, մասնավորապես նախկին Գորիսի շրջանը։ Դա պարտադրված խաղաղություն է, ճակերտավոր, պարտադրված թուղթ է։ Ինչի նշանակում ես բերել եմ խաղաղություն։ Պարոն Պապյան, Ինչ ուզել ա, ձիճել ես, հիմա որ չզիջես, էլ եք շարունակել գնդակոծել։ 2 ամիս արդեն ամսից ավելի է, բայց այսպես ինչ-որ պաշտոն տեղեկատվություն կա Միացյալ Նահանգներից գալիս են, ուսումնասիրում են եւ այլն Թրամփի ուղին, բայց Պապյանն էլ քիչ առաջ ըստ էության ասաց, որ դեռ որևէ շոշափելի բան չկա։ Երբ Նոբելյան մրցանակ չստացավ Թրամփը իր խաղաղարար քայլերի համար, հնարավոր է նրա հետաքրքրությունը, եւ շատ փորձագետներ են ասում, որ նրա հետաքրքրությունը այս տարածաշրջանում մարելու է, որտեղ իր ամենագլխավոր խնդիրը հիմա Չինաստանը եւ այս վերջին որոշումը 100%-ով այսպես ավելացնել այդ բաները։ Որը ցնցեց ֆինանսական շուկան։ Այո, հնարավոր է, որ այս Նոբելյան մրցանակից էլ որ չստացավ, ամբողջությամբ այս ծրագրի վրա քար գցվի, թե դա գլոբալ առումով ոչինչ չի փոխելու։ Նախ առաջինը որ խոսում են Թրիփի կամ Թրամփի ուղու մասին, այդ մենակ այդ 42 կիլոմետրին է վերաբերում։ Մեզ պետք է հետաքրքրի, ոչ թե այդ 42 կիլոմետրը, այլ մասնավորապես երաս-խսադարակ հատվածը։ Երաս-խսադարակ հատված երկաթգիծ այսօր չկա։ Հասկանում եք, վերցրեք քարտեզը։ Պապայան ասում է մի կիլոմետր դեպի սարքենք, բայց ի՞նչ է սա։ Ասում է ի՞նչ մի խնդիր։ Իսկ ասկան այդ սար երասքից մինչև սահման, հա, բա սարմասը։ Երբ կլինի, եթե դա լիներ, դա պետք է լիներ այդ թղթի մեջ։ Այո։ Ես Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել։ Ինչ փուլում է գտնվում իր հունվարի 8-ին հնչեցած առաջարկը, չգիտեմ երբ են ներկայացրել, թե մենք կոնկրետ ծրագիր ենք ներկայացրել, ուրեմն Երաս, Սադարակ, հետո ներքև Նախիջևան, Օրդուբադ, Մեղրի եւ Հորադիզ այդ ճանապարհի կառուցումը։ Հույս ունեմ պատասխան կստանամ։ Այսինքն եթե դա չկա, ինչի մասին ենք խոսում։ Դա մեզ ինչ է տալու, թեկուզ աշխարհի ամենալավ ճանապարհը անցնի Հայաստանի տարածքով, եթե դա չկա, կլինի կխոսենք։ Մյուս այս իշխանությունները խոսում էին ամբողջական ապաշրջափակման մասին։ Ամբողջական ապաշրջափակումը ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհը, որովհետև օրինակ Թբիլիսի ճանապարհը Ղազախով շատ ավելի կարճ է եւ դեպի հյուսիս ճանապարհը շատ ավելի կարճ է։ Քանի դա չկա, մենք ունենք մի բան Ադրբեջանի կողմից պարտադրանք։ Պարտադրված է եղել։ Կառավարությունը 22 թվականին առաջարկել էր 3 սահմանային անցման կետ բացել։ Սոտքում, Քարաունջում եւ Երասխում։ Ուր այդ կառավարությունը չշրջանառեցնել այդ որոշումը, որովհետեւ ամբողջը ինչ էս կառավարությունն անում է ադրբեջանական պարտադրանքի արդյունքում։ Ձեր հարցինի պատասխան դժվարանում եմ ասել, վստահեցնում եմ, որ այսօր Միացյալ Նահանգները շատ ավելի կարևոր առաջնահերթություններ ունի, առաջնահերթություններ ունի, մասնավորապես Չինաստանը եւ Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը բարբերաբար իրեն Ռոբերտ Կոժյանը դեմ չի, որ այս ճանապարհը լինի, Սյունիքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահսկի Հայաստանի Հանրապետությունը միշտ հանդես է եկել բոլոր ճանապարհների ապաշրջափակման։ Դա իր մեջ երարում է նաև այդ հատվածը։ Եվ բնականաբար, եթե երկար լինի, այդքան այդ տնտեսական ազդեցությունը, ներքին սպառման ազդեցությունը ավելի մեծ կարող կլինի, ակնհայտ է, բայց ես էլի եմ Խաչատրյան դա որակվեց, երբ որ այդ կանոնավորվածությունը ձեռք բերվեց ընդդիմության կողմից, որ սա նշանակում է մեր տարածքը տալ, միջանցք տալ, հիմա դուրս է գալիս Ռոբերտ Կոժյանը ասում է, ոչ, խոսքը ուրիշ բան է, քո վերահսկողությունը։ Տեսեք, որ ասում է 1 կիլոմետր բանա կանենք, այնտեղ հստակ գրած է, Հայաստանը տրամադրում է անխոչնդոտ անցում, որն այդ անխոչնդոտ անցումը վստահաբար դուք տեսել եք հարցու պատասխանը կառավարության հետ, պատասխան չտրվեց։ Ավելին ասվեց, բերվեց օրինակ, որը սխալ է։ Այսօր որ գնանք Դուբայ, մեզ կհանդիպի որպես կանոն բարեհամբույր սահմանապահ, ոչ թե ռոբոտ, որ ինքն ասում է մարդկանց հետ չի լինելու շփում։ Անխոչնդոտ անցում ՀԱՏՄ անդամ երկրների միջև, օրը բացվում է Լարսում խնդիր ունենք, օրը փակվում է Լարսում խնդիր ունենք։ Այսինքն այդ հարցին չպատասխանես, փորձեց կեղծ տեղեկություններով դա կոչի։ Մյուսը,
Որն է Հայաստանի փոխադարձ առավելությունը։ Որն է Հայաստանը կստանար փոխադարձ առավելություն, այբ, եթե բացվեր սադարակ երաշխատվածը, ստանով մենք Սյունիքի մարզը կկապեինք Արարատի մարզի հետ, դա չունենք։ Բեն, եթե բացվեր Գյումրի Կարս երկաթուղին, դա մենք չունենք։ Ավելին ասեմ, թուրքական պետությունների կազմակերպությունը վերջերս երբ Գաբալայում իրենց համաժողովի ժամանակ իրան կարևորեցին Զանգեզուրի միջանցքը, փաստորեն Փաշինյանի խնդրանքը Ալիևը չի հարգել եւ մնացած երկրներն էլ չեն հարգել եւ խոսքը գնացել է Բաքու-Թբիլիսի Կարսի մասին։ Կարս Գյումրի ճանապարհի մասին խոսք չկա։ Մյուս խնդիրը ել եմ ասում, Իջևանից դեպի Ղազախ ճանապարհը։ Դա քեզ ավելի կարճ կհասցնի մինչև կարճ ճանապարհով կհասցնի Թբիլիսի, դա քեզ ավելի կարճ ճանապարհով կհասցնի դեպի Արևելք, դեպի Կասպից ծով։ Եթե դա չկա, մենք չունենք որևէ ապաշրջափակման հույս, այսինքն մենք ունենք Ադրբեջանի կողմից պարտադրանք եւ տալիս են միջանցք իդեմս անխոչնդոտ անցման։ Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը բարբերաբար իր էջում սոցիալական ցանցում ասում է բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին եւ հիմա էլ այսօր ասում է Ղարաբաղի հարցում եթե այդքան հոյակապ լուծում ունեին, ինչու չեն այսպես ասած լուծել այդ հարցը կամ անգործություն է դա կամ էլ այդ հոյակապ պլանը չեն ունեցել։ Առաջին, կարծում եմ 3 նախագահները հստակ իրենց դիրքորոշումը ներկայացրել։ Մի մասի համար դա կարող է ընդունելի լինի, մի մասի համար դա կարող է ընդունելի չլինի, բայց պետք է ընդունենք իրենց դիրքորոշումը իգիտություն։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր պաշտոնավ մի կողմից ասում էր զրոյական կետից եմ սկսել, այսինքն ինչ ա եղել նախկինում ոչ մի կապ չունի, բայց հիմա ասում է այն պահին, որ ես ստանձնել եմ վարչապետությունը, Ղարաբաղը չուներ որպես անկախ պետություն դառնալով որևէ տեսական եւ գործնական հնարավորություն։ Իհան ներկայացնում ենք փաստաթղթեր, որ չէ դա կեղծիք է, սուտ է, նույնիսկ այն թուղթը, որ ինքն է հրապարակել, իրեն հերքում է, ես խոսում եմ Կապանուն 19 թվականի հունվարին հրապարակած փաստաթղթի մասին, որ դուք կեղծում ես իրականությունը։ Եվ երկրորդը, ինքը ասում է, դե եթե լավներ անենք, նախ թիվ 1 նախ ընդունի, որ ավելի լավներ, քան թե ինչ են, որ դու բանակցել ես։ Սկզբից դա ընդունի։ Երկրորդը, միգուցե անեին, եթե դու չգայիր։ Միգուցե անեին, եթե դու դեռ ընդդիմություն եղած ժամանակ չասեիր ինչ փողզիջում, գնանք էլի 2 շրջան գրավենք, գնանք էլի մի հատ քաղաք գրավենք։ Թող մի հատ անդրադառնա իր վարքագծին։ Եվ հավանաբար 4-րդը, պատկերացրեք, կա մարդու անալոգիայի վրա խոսենք։ Լավ մարդը, որ ունի առողջական խնդիրներ։ Օրինակ առողջության վերակենում ծունկը ցավում։ Եվ բժիշկները փորձում են իրան լուծել։ Լավ, ավատ այդ մարդը քայլում է։ Հա, մի քիչ նեղում է, որովհետև կարգավիճակը վերջ-վերջը որոշված չէ։ Բայց հա, եղանակը խոնավ է, քայլում է մարդը։ Հիմա ինքը գալիս է, ասես մնացած բոլոր բժիշկներին քշում այն կողմ, ասում է տվեք ես հեսակա բուժեմ եւ Նեսոյի Ղարաբաղնի սան։ Այդ Նիկոլ Փաշինյանին ես առաջարկում եմ Նեսոյի Ղարաբաղնից հեքիաթը կարդալ։ Ինքը բժիշկներին գցեց այն կողմ, ասեց ես հիմա իրան կբուժեմ, տվեց մարդուն սպանեց, նու այս դեպքում Արցախի հակամարտությունը բերեց շատ դժվար իրավիճակի, ասում է դե տենց էր, դուք լուծեիք, չգայիր։ Չընտրեիք չգար, պարոն Խաչատրյան։ Ես եմ ընտրել։ Դուք չէ, բայց Դաշնակցությունը Ում ա ընտրել։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին պաշտոններ եք վերցրել։ Կոալիցիայի մասին։ Ուրեմն 2018 թվականին ինքը որ եկավ, ինքը եկավ դրիվ այլ կոստումներով։ Արցախի մասին չէր խոսում։ Լավ, ինքը ընտրվեց, հաջորդ օրը գնաց Արցախ, այնտեղ ելույթ ունեցավ, անվտանգության խորհրդի համատեղ նիստ արեցին, ինքը այնտեղ այլ մոտեցումներ էր ցուցաբերում, այլ խնդիր է, որ արդեն 2018-ի աշնան վերջերից կամ Դուշանբեից իր դիրքորոշումը լրիվ փոխվեց, կամ հրապարակավ ինքը ինչ էր անում, ասում այլ բան է, տակից ինչ էր խոսում, այլ բան է։ Պարոն Խաչատրյան, ԵԱՏՄ-ի հետ կապված ԱՊՀ գագաթնաժողովում այս Պուտին-Փաշինյան այս երկխոսությունը տպավորություններ, որ Փաշինյանը փորձում է այսպես ԵԱՏՄ-ի նշանակությունը թերագնահատել, ճիշտ եմ հասկանում։ Դանսա տարվա 4 միլիարդի մասին է խոսքը։ Հա, որ այդպես այդ հակասություն էր եղել էլ այդ թվերի Ժորդ, միջև։ Սա ինչպես եք ասեմ, բացատրում։ ես այդ տերը հանել էի
2024 արտանում դեպի Ռուսաստան 3 միլիարդ 180 միլիոն 460 հազար դոլար, ներմուծում 9 միլիարդ 453 միլիոն 588 հազար, այսինքն արտաքին ապրանքաշրջանառությունը կազմում է 336 12 միլիոն 633 հազար դոլար, արտաքին ապրանքաշրջանառություն, միլիարդ, 12 միլիարդից ավել, 12.5-ից էլ ավել, հիմա 9 միլիարդ որտեղից ասես չգիտեմ, սա ես վերցրել եմ պետական եկամուտների կոմիտեի արտաքին ապրանքաշրջանառության մասին տեղեկություններից։ Այս տարի առաջի կեսի տվյալներով մոտ 50%-ով պակասել է ընդհանուր առմամբ մեր ներմուծումները, ներողություն արտահանումները, մոտ 35%-ով պակասել են մեր արտահանումները։ Հիմա եթե սա պրոյեկտենք համամասնությամբ 4 միլիարդից ավել կլինի վստահաբար։ Սա ինչի արդյունք է, դե Պապոյանն ասում է, որ ոսկին էր, դա մեր վրա ոչ մի ազդեցություն չուներ, բայց ես հիշում եմ, որ անգամ Բաբկեն Թունյանը Աժամբյոնից գրեթե այսպես խոսում էին, որ բան են, այդքան ոսկի են արտադրել Հայաստանում։ Այդ ժամանակ գլուխ էին գովում, հիմա, չգիտեմ, քաղաքական պատճառներով է փորձում են ԵԱՏՄ-ի նշանակությունը թերագնահատել։ Բայց այսօր լավ հարցեր են։ Ես ինքս Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դուք 22 թվականին խոսում եք Հայաստանի ուրեմն էպոխալ տնտեսական աճի մասին, ձեր հետ որևէ կապ չունի։ Սա Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքն է։ Ինքն ասում է, այդ մարդիկ եկել են Հայաստան, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ չկա կոռուպցիա։ Հիմա եթե կիրառենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, մարդիկ բիզնեսը փողը երկրից գնում են, որովհետև Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ եւ կա կոռուպցիա։ Դա Նիկոլ Փաշինյանին։ Մյուս խնդիրը ոսկու հարցը։ Հա, ասում են ճիշտ է, եղել է, դա ասում ես ինքս ասել եմ, դե հիմա գնանք ցույց տվեք, այդ որ գործարանն է, այդքան ոսկերչական արտադրանք արտադրել։ 23 թվականին նրանք նշել էին, թե ոսկերչական արտադրանքը, ոչ թե ոսկին, ոսկերչական արտադրանք, ականջող, մատանի եւ այլն, 26 անգամ ավելացել է, որ դա սուտ է եղել։ Ասում ենք, այդ ստերով եք դուք տնտեսական աճ ցույց տալի։ Այսօր ասում են, հա, դա իրականություն չէ, բայց մոռանում են խոստովանել, որ խաբում էին ժողովրդին։ Մյուսը ասում են, դե լավ է, որ այս վերարտահանումները չկան, մեր տեղական արտահանումները, տեղական արտադրության արտահանումները մեծացել են շուրջ 10%-ով։ Գիտեք ինչ է հաշվում, ասում եմ նա։ Ուրեմն ծխախոտի եւ սննդի վերամշակված սննդամթերքի։